Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան շնորհավորական ուղեր ցղած է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին ասկային դոնին արիտով։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձին մեջ ասված է. Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև հարաբերությունները վերջին տարիներուն հասած են աննախադեպ մագարտակի, ցերկ բերելով նոր որակ եւ ռազմավարական փոխանցագություն։ Այսօր Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը վստահորեն կզարգանա բոլոր առանցքային ուղղություններով, քաղաքական երկխոսութենեն եւ պաշտպանութենեն մինչեւ տնտեսություն ներդրումներ ենթակառուցվածքներ ուժանույթ կրթություն, գիտություն, մշակույթ եւ ապագետրոնացված համագործակցություն։ Հայաստանը մեծապես կարևոր կնկատի Ֆրանսիայի առանցքային թերագադարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ մեր երկրի գործընկերության խորացման, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրագարկի ընդլայնման, ինչպես նաեւ ժողովրդավարական բարեփոխումներուն եւ համագարկված զարգացման գործի մեջ։ Կփապակեի վերստին ընդգծել, թե որքան բարձր կգնահատենք Ֆրանսիայի եւ անձամբ ծեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության, ճիմագայունության ամրապնդման եւ ժողովրդավարական զարգացման ասված է վարչապետ Փաշինյանի ուղերձին մեջ։ Թրիփ երթուղի սահմանային եւ մաքսային գործառույթները պիտի մնան Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո նշած են Ամերիկայի պետական քարտուղարութենեն։ Օրերս Հայաստանի փոխարդակին գործոս նախարարը հայտարարած էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին գաբող թրիփը կորձելու է ԵԱԴՄ դարանցման կանոնակարգերուն համապատասխան։ Ազատությունը պետական քարտուղարութենեն մասնավորապես հետաքրքրված էր, թե արդյոք Միացյալ Նահանգները որպես թրիփի մասնագիտ համաձայնած է, որ դարանցիկ երթուղին կորձե ԵԱԴՄ ղեկավարող շրջանագի ներքո եւ Թրիփի շրջանակներում մեջ մաքսային դարանցման ընթացագարկերը ղեկավարելու են Եվրասիական տնտեսական միության կանոնակարգերով եւ եթե այո, ապա այս հարցի շուրջ Հայաստանի եւ Միացյալ Նահանգներու միջև արդեն իսկ կա փոխըմբռնում կամ համաձայնություն։ Պետական քարտուղարութենեն նշած են թրիփը կպահպանի Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը, սահմանային անվտանգության եւ մաքսային բոլոր գործառույթները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո։ Հայաստանի ներքին գործոս նախարարն ու Հայաստանի մեջ Ամերիկայի գործերու ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալեն մասնակցած են չրափրկարարական գայանի բացման արարողության գահիտնեն ներքին գործոս նախարարութենեն Արփինե Սարգսյանը հետևած է նաև չրային բարեկներու ծառայությամբ։ Եվրոպական միության նոր առաքելությունը Հայաստանի մեջ պիտի սկսի աշխատանքը աջակցելու Հայաստանի իշխանություններուն համացանցային սպառնալիքներու, ապա դեղեկատվության եւ աբորինի տրամական հոսքերու թեմ պայքարին։ Այս մասին Եվրոպական միության արտաքին գործերու խորհրդի նիստեն հետո հայտարարեց Եվրամիության արտաքին գործերու եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալաս ան նշեց, որ Հայաստանն եւ Մոլդավիան փախում ունին արտաքին հարգատրանքի։ Նախորդ շաբաթ Եվրամիությունը հայտարարեց Հայաստանին տնտեսական աջակցության խոշոր Տետի մասին ռուսական ճնշումը թիմագայելու հարցով օգնելու նպատակով նախարարները հավանություն տված են, որ Եվրամիության նոր առաքելությունը սկսի իր աշխատանքը դեղվույն վրա ըսած է Կալաս։ Ամերիկան եւ Իրանը երրորդ գիշերը հարվածներ փոխանակած են։ Ամերիկայի զինված ուժերու կենտրոնական հրամանատարությունը հուլիս 14-ի առավոտյան կանուխ հայտարարեց, որ արդեն հարվածները ավարտած է, որ տևած են 5 ժամ։ Նշված է, որ ճշգրիտ զենքերով թիրախավորած են Իրանի ափամերձ պաշտպանության համագարկեր, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերու գայաններ եւ ծովային կարողություններ։ Ավելի քան 50,000 ամերիկացի զինծառայողներ ներկայիս տեղակայված են մերձավոր արևելքի մեջ։ Ամերիկյան ուժերը կշարունակեն մնալ ըսկոն, մարդունակ եւ պատրաստ նշված է հաղորդակցության մեջ։ Իրանյան լրատվամիջոցները նույնպես հայտնեցին երկրի քանի մոբայլերու մեջ ամերիկյան հարվածներու մասին, մասնավորապես հաղորդված է, որ բայթումներ լսված են Բուշերի մեջ, ուր կգտնվի Իրանի խոշոր նավահանգիստներեն մեկը։ Ըստ մեր գործակալության ամերիկյան արգերը հարվածած են Խուզեստանի նահանգի Օմիդիե քաղաքը։ Ֆարս գործակալությունն ալ քրած է, որ բայթումներ լսված են Քիշ, Ղեշմ եւ Աբու Մուսա գղզիներու մեջ։ Շարք մոբայլներ արձանագրված են նաեւ Բանդար Աբասի մեջ։ Իրանն իր երթին պատասխան հարվածներ հաստուցած է դարաձաշրջանի մեջ ամերիկյան գետերում։ Ֆարս գործակալությունը քրած է, որ 14 հուլիսին բալիստիկ հրթիռներով թիրախավորած է Հորթանանի մեջ ամերիկյան ուժերու օտագայանը։ Հորթանան իր հերթին հայտնած է, որ խոցած է Իրանեն արձակված 4 հրթիռներ, որոնք մտած էին երկրի օտային տարածք։ Գիշերվան ընթացքին 2 անգամ տակնաբի ահազանգեր հնչած են Բահրեյնի մեջ։ Ըստ Իրանի հրթիռներով եւ անօդաչուներով ոչնչացուցած են Բահրեյնի մեջ գտնվող Ամերիկայի 5-րդ նավադորմի օտային կառավարման ռադարը։ Նաև
Նաև թիրախավորած են զենքի բահեսներ Արփանյակային հաղորդակցության Գեցրոն եւ Բահրեյնի մայրաքաղաքի մեջ գտնվող Ջուֆեյրի ռազմագայանը, ուր դեղագայված են ամերիկյան ուժեր։ Արաբական Միացյալ Էմիրություններն ալ հայտնած է, որ Իրանը Հորմուզի նեղուցի մեջ հարվածած է Էմիրատի 2 քարյուղի լցանավեր, որոնց հետևանքով զոհված է անձնագազմի հնցիկ անդամներն մեկը եւս 8 վիրավոր է։ Վիրավորներն 6-ը հնցիկ են, 2-ը ուկրաինացի։ Իրանի արտաքին գործոց նախարար Աբբաս Արաքչին արձագանքած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության, որ Ամերիկան այսուհետ պիտի վերահսկե Հորմուզի նեղուցը եւ այնտեղով անցնող նավերուն անվտանգությունը ապահովելու համար պիտի կանցե դեղափոխող փերի արժեքի 20%-ը։ Արաքչի X-ի արտաքին քրարման մեջ համաձայնած է Թրամփի հետ այն հարցով, որ Հորմուզի նեղուցով անցման համար պետք է վճար կանցվի։ Ամերիկայի նախագահը ճիշտ է, ով կապահովի արևդրային նավերու անվտանգ եւ ապահով անցում Հորմուզի նեղուցով պետք է փոխհատուցվի այս ծառայության համար։ Իրանը միշտ եղած է նեղուցի բահաբանը եւ պիտի մնա այդպիսին հավերժ 20% իհարկե չափազանց շատ է, մենք արդար պիտի լանք գրած է Արաքչի։ Ածկի առաջ Trump Truth Social հարտագին հայտարարած էր, որ Հորմուզի նեղուցը բաց է եւ բաց պիտի մնա Իրանի հետ կամ առանց անոր։ Ան նաեւ հայտնած էր, որ իրանյան նավահանգիստներու շրջափակումը վերսկսելու մասին։ Թրամփին խոսքով մյուս բոլոր երկիրները կգրնան ազատորեն օգտագործել նեղուցը։ Այս բահենի վեր Ամերիկան պիտի լա Հորմուզի նեղուցի բահաբանը հայտարարած էր Թրամփ, ասելով, որ անվտանգության ծախսերը փակելու համար նավերը Ամերիկային պետք է վճարեն փոխադրվող ապրանքներու արժեքի 20%-ի չափով գումար։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ թեր կգարձե, թե Իրանի հետ համաձայնագիրը հնարավոր է, այս մասին Թրամփ հայտարարած է Սպիտակ տան լրագրողներուն հետ զրույցին։ Թրամփ նաև նշած է, որ Իրանին Ամերիկայի ներկայիս հարվածներուն նպատակը Հորմուզի նեղուցին մեջ Իսլամական Հանրապետության ռազմական կարողություններու ոչնչացումն է։ Թրամփին խոսքով Ամերիկան ի վերջո պիտի կարողանա հսկողության տակ առնել նեղուցը։ Միաժամանակ Թրամփ Իրանի հետ հագամարտության ներկա շրջանը լայնածավալ ինչ որ բան չի համարեր։ Մենք պիտի շարունակենք հարվածներ տեսնենք թե ինչ պիտի լա, ըսած է Թրամփ։ Ամերիկան եւ Իրանը արդեն երրորդ գիշեր լալով շարունակ հարվածներ կփոխանակեն։ Ուկրաինա նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզի մեջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հետ քննարկած է ռազմաճակատին իրավիճակը եւ ռուսական հարձակումներն պաշտպանվելու համար Ուկրաինա գարիքները։ Զելենսկի այս մասին գրած է Telegram-յան իր ալիքին, անոր խոսքով Մակրոնին հետ հանդիպման քննարկված են երկկողմ համագործակցությունը, կարևոր է զորացնել Ուկրաինան, ամրապնդել մեր հագաուտային պաշտպանիչները եւ արագցնել մեր եվրոպական հագաբալիստիկ համագարկի զարգացումը։ Ֆրանսան ունի այն կարելիություններն ու առաջադար սարքերը, որոնք անհրաժեշտ են օգնելու համար գրած է Զելենսկի։ Ուկրաինա նախագահը նշած է, որ կողմերը կաշխատին այդ ուղղությամբ դաշնակիցներուն հետ։ Զելենսկի նաև ընդգծած է, որ Ուկրաինա եւ Ֆրանսիայի հարաբերությունները հասած են ռազմավարական մագարտագիմը, մեծապես Մակրոնին անձնական չանքերուն շնորհիվ։ Ան ասած է, որ շնորհակալություն հայտնած է Ֆրանսիայի նախագահին այս տարիներուն տածքին ցուցաբերած օգնության եւ աջակցության համար եւ Մակրոնը բարգեւադրած է ազատության շքանշանով։ 13 հուլիսին բացումը կդարվեցավ Երևանի Ոսկեծիրան 20-րդ միջազգային ֆիլմերու փառատոնին։ Մինչև 19 հուլիս փառատոնը պիտի ներկայացնի տարբեր երկիրներեն, ինչպես նաև հեղինակավոր միջազգային փառատոններու մեջ ներկայացված ֆիլմեր, միավորելով ոլորտի մասնակիցները մեկ հարթակի վրա։ Բացման հանդիսավոր արարողության ներկա գտնված են պետական եւ մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային հյուրեր եւ արվեստի գործիչներ, արվեստասերներ։ Ձեզի հետ է Անի Զեյթունցյանը։